Բարև ձեզ, ես Տիգրան Խզմալյան եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Մենք մի քանի օր դադար ենք վերցրել, սպասելով ինչ է կատարվելու այս օրերին Հայաստանում։ Եվ հիմա մեր սովորական ձևաչափով ավազը ժամացույցի ներքո շարունակելու ենք մեր քննարկումները Հայաստանի և աշխարհի մասին, հատկապես որ երբեք դեռ Հայաստանը այդքան կարևոր չէր աշխարհի համար և աշխարհը Հայաստանի համար, որքան այս օրերին։ Եվրոպական վեաժողովը, որը տեղի ունեցավ Երևանում այս օրերին, ոչ միայն 2026 թվականի կարևորագույն իրադարձություն է, շատ ավելի կարևոր, քան ընտրությունները իմիջիալոց, սա այս դարի 26 տարիների, քառորդ դարի ամենակարևոր և միգուցե մեր հռչակված անկախության 36 տարիների ընթացքում կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Տասնյակ եվրոպական երկրներից, հիմնականում Եվրամիությունից, բայց ոչ միայն Կանադայից, Բրիտանիայից առաջնորդները հավաքվել են Հայաստանում։ Եթե գումարենք դրան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրամիության և Եվրոխորհրդարանի, Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների, ղեկավարների այցերը և մասնակցությունն այս հավաքին, սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Այն ավարտվեց։ Ինչ մնաց, երբ մարեցին հույսերը, երբ փսկեցին փուչիկները և հավաքեցին գորգերը, ինչ մնաց Հայաստանին այս ամենից հետո։ Միգուցե ավելի ճիշտ կլիներ հարցնել, իսկ ինչ կարողացավ իր համար քաղել Հայաստանը այդ աննախադեպ հավաքից, վեաժողովից։ Ես մի քանի օր առաջ չէի թաքցնում իմ կասկածը, առ այն, որ Հայաստանի իշխանությունը անգամ այս ֆանտաստիկ հնարավորությունից չի օգտվելու և չի հանձնելու իր հայտը Եվրամիության անդամակցությանը։ Ցավոք սրտի ես ճիշտ է, ես շատ կուզեի սխալվել, բայց դա տեղի չունեցավ, ես վստահ էի, որ դա տեղի չի ունենա։ Ցավոք սրտի լեռը մուկ ծնեց, ահռելի, վիթխարի, հզորագույն եվրոպական գնացքի ամբողջ ներուժը Հայաստանը օգտագործեց ընդամենը սուլիչի ձայն հանելու, մանր PR անելու։ Միգուցե ես չափազանցնում եմ, չարախոսում եմ, եկեք քննարկենք դա։ Այս օրերին ես նախորդ օրերին բազմաթիվ քննադատություններ էի կարդում իմ հոռետեսության հասցեին, ոչ միայն Հայաստանից, վերջերս հանդիպել էի ազդեցիկ և բանիմաց մի Ուկրաինայի քաղաքացու Վիտալի Պորտնիկովի հետ, որը ակնհայտորեն քննադատում էր իմ տեսակետը, երբեմն անգամ հեգնում էր և ասում էր, որ այլ կերպ հնարավոր չէ, դուք պետք է հասկանաք, թե ինչու է հաշտվում Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ, Ալիևի հետ, դա անխուսափելի է։ Ես, քանի որ հարցազրույց էի տալիս, այլ ոչ թե հարցեր էի տալիս Պորտնիկովին, չուզեցի հարցնել ու սրել խոսակցությունը մի հարցով, իսկ եթե դուք նման բան առաջարկեիք ձեր հայրենիք Ուկրաինայում, ինչպես կվերաբերվեին ուկրաինացիները, ձեր նախագահը, ձեր համաքաղաքացիները այդ առաջարկին հաշտվել Պուտինի հետ, համագործակցել, ներողամիտ լինել, հանդուրժողական,
Ես վստահ չեմ, որ պարոն Պորտնիկովը կշարունակի շփտալ, բայց ինձ ոչ թե զարմացրեց կամ զայրացրեց, այլ տխրեցրեց մեր բազմաթիվ հանդիսատեսների ու մեկնաբանություն գրողների արձագանքը, որոնք արդեն սովորական դարձած օտարամոլությամբ և միամտությամբ ուրախանում էին, որ տեսեք, ծագումով հրեա ուկրաինացի Պորտնիկովը կարողացավ անշնորհակալ Խզմալյանին տեղը դնել։ Իսկ ինչ եղավ ի վերջո, ինչու է ես հոռետես և մնում եմ վերին աստիճանի, ոչ թե հոռետես, այլ քննադատաբար եմ շարունակում վերաբերվել այն արդյունքներին, որը քաղեց Հայաստանը, ավելի ճիշտ չքաղեց Հայաստանը այս ամեն ինչից։ Շատերդ կհիշեք հին և ոմանց կողմից շատ սիրված մի կատակերգություն սովետական շրջանից «Հարսնացուն հյուսիսից»։ Ես բարդ վերաբերմունք ունեմ այդ, իհարկե, տաղանդավոր ֆիլմին, բայց խնդիրը իմ վերաբերմունքը չէ։ Խնդիրը հենց սյուժեն է։ Հայկական մի գյուղից գալիս է մի մեծ պատվիրակություն, խնամախոս, գալիս են հարսնացու տանելու Հայաստան։ Հիմա իրավիճակը հայելանման շրջվեց։ Ողջ Եվրոպան, ու ոչ միայն Եվրոպան, եկավ Հայաստան ինչի համար։ Նույն բանի համար։ Եվ ինչ լսեց Եվրոպան Հայաստանից։ Մոտավորապես նույնը, ինչ լսեց հայկական չարաբաստիկ պատվիրակությունը մերձ մոսկովյան գյուղակում, ինչպես ասում էր հարսնացուի հայրը, այ Նատալիա Սեմյոնովնան կգա քաղաքից, Մոսկվայից, ես իմ տղամարդկային խոսքը կասեմ։ Իհարկե, Փաշինյանը չի ասել, որ սպասում է Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքը, որ իր տղամարդկային վարչապետական խոսքն ասի Եվրոպային։ Բնականաբար ոչ, որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչը իր խոսքն ասեց արդեն, և ոչ թե մայիսի առաջի օրերին, այլ դեռ մեկ ամիս առաջ, ապրիլի 1-ին, խաբեբայության և հիմարության օրը, երբ նա հատուկ այդ օրը հրավիրեց Մոսկվա Նիկոլ Վավայևիչին։ Եվ այդ բեմադրության ընթացքում մենք լսեցինք բազմաթիվ բաներ, բայց գլխավորը չլսեցինք ապրիլի 1-ին։ Գլխավորը մենք պետք է որ լսեինք մայիսի առաջին օրերին, բայց չլսեցինք, որովհետև գլխավորը ընդամենը մի բան էր։ Հայաստանի վարչապետը պետք է իմ խորին համոզմամբ իր լայն ժպիտով դիմեր եվրոպական քաղաքական համայնքին ասելով, որ հայ ժողովրդի անունից ես շնորհակալություն եմ հայտնում այս վստահության համար, ձեր պատրաստակամության համար և հայտարարում եմ, որ կատարելով հայ ժողովրդի մեծամասնության կամքը, կատարելով հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ստորագրությամբ հաստատված որոշումը, ի վերջո կատարելով 2025 թվականի մարտի 26-ին ընդունված ազգային ժողովի կողմից օրենքը Եվրամիության անդամակցության մասին, հայտարարում եմ, որ Հայաստանը սկսում է այդ անդամակցության գործընթացը, ինչպես գրված է օրենքում, ինչպես պահանջվում է օրենքով, և գոնը դիմում կտար։ Մենք լսեցինք լիքը բաներ, բացի ամենակարևորից, որովհետև այդ ամենակարևորը որոշված էր չասվի, որոշված էր, որ չի ասվելու, և դա որոշված էր
Մոսկվայում և Բաքվում, Պուտինի և Ալիևի կողմից։ Եվ եթե Պուտինի անունը և դեմքը չհնչեց ու չերևաց, ապա Ալիևին Նիկոլ Փաշինյանը հրավիրեց, ընդ որում մի շատ հետաքրքիր հանգամանքում։ Ռոբերտա Մեցոլային, Եվրոպական խորհրդարանի ղեկավարին ուղիղ հարց տվեցին այն մասին, որ Իլհամ Ալիևը հայտարարեց ԵԽԽՎ-ից Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու կամ համենայնդեպ սառեցնելու Ադրբեջանի մասնակցությունը այնտեղ և մեղադրելով Ադրբեջանը մեղադրում է Եվրոխորհրդարանին միակողմանի կողմնակալ վերաբերմունքի համար, նաև կոռուպցիայի և ծախվածության համար, այդ խոսքերը դիվանագիտորեն չմեջբերվեցին, բայց դա ասված էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ, այդ Եվրոպան է կոռումպացված և ծախում, և դա ասում է Բաքուն, որը միլիոններ է ծախսել, փորձելով Եվրոպային կաշառել և իր կողմը քաշել։ Եվրոպայի ղեկավարներից Ռոբերտա Մեցոլան կտրուկ պատասխանեց, որ Եվրոպան հավատարիմ է իր սկզբունքներին և չի պատրաստվում հարմարվել որևէ դրսի կարծիքին, և դա վերաբերվում էր հենց Ալիևի պայմաններին և պահանջներին։ Իսկ որոնք էին այդ պայմաններն ու պահանջները։ Ալիևը դժգոհ էր, որ Եվրամիությունը և Եվրոխորհուրդը, Եվրոխորհրդարանը հաստատեց իր պահանջները արցախահայության վերադարձի իրավունքը հարգել ըստ միջազգային օրենքների և ըստ ՄԱԿ-ի միջազգային դատարանի Հաագի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վճռի, որ Եվրամիությունը պահանջում է հայ ռազմագերիների ազատագրումը և հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգության անձեռնմխելիությունը։ Այս ամենը Ալիևը ժխտեց, մերժեց, ասելով, որ սեպարատիզմը պետք է ճնշվի, այսինքն ոչ մի ազգային ազատագրական պայքար նա չի հանդուրժի, որ ՄԱԿ-ի գլխավոր սկզբունքը ազգի ինքնորոշման իրավունքը նա մերժում է, որ ոչ մի զավթիչների ժառանգություն նա չի ճանաչում, դա վերաբերվում է մեր հազարամյա տաճարներին, և որ ոչ մի ռազմագերի նա բաց չի թողնի, իսկ արցախահայերին ներս չի թողնելու։ Դրանք էին Եվրամիության, Եվրոխորհրդարանի պահանջները, դա էր Եվրոպայի պահանջը Ադրբեջանի բռնապետին։ Եվ վայրկյաններ անց լայն ժպիտով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա պատրաստվում է 28 թվականին այցելել Բաքու և շարունակել այդ գործնական և կոնստրուկտիվ կառուցողական երկխոսությունը, որը բերում է խաղաղություն և բարեկեցություն երկու երկրներին։ Տեսեք ինչ հետաքրքիր է, Երևանում Եվրոպան պաշտպանում է հայերի իրավունքները, գերիների, փախստականների, իսկ Երևանի ղեկավարությունը շրջանցելով այդ հարցը, շարունակում է ժպտալով կառուցողական հարաբերություններ հաստատել զավթիչի, դահիճի, հայատյաց հանցագործի հետ։ Իսկ մի քիչ առաջ, եթե հիշենք, որ ասված էր նաև
որ այս ամենը միջազգային խարդախություն է, խարդավանք է, որին հայ ժողովուրդը տրվեց 1915 թվականին և 1988 թվականին, և որը ավարտվեց միայն այդ խարդավանքը փաստորեն Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ ջանքերով, ապա ստեղծում է շատ տարօրինակ իրավիճակ, որովհետև Երևանում մեկ այլ կին եվրոպական ղեկավարության ներկայացուցիչ Կայա Կալասը, արտաքին հարցերով հանձնակատարը Եվրամիության, ուրիշ առիթով Կանադայի մերձեցման հետ հարցի շուրջը քննարկման ժամանակ ասաց, որ Եվրոպան դա ոչ թե աշխարհագրություն է, դա արժեքների միավորում է, դա սկզբունքներին հավատարմության խնդիր է, և դա վերաբերում է ոչ միայն Կանադային, այլ նախ և առաջ այն երկրին, որտեղ անց էր կացվել այս եվրոպական վեհաժողովը, դա վերաբերում է Հայաստանին, այդպես որ բոլորովին տարօրինակ չէ, որ եվրոպացիները եկել են Հայաստան պաշտպանելու ոչ միայն Հայաստանի, այլ հենց Եվրոպայի արժեքները, որոնք համապատասխանում են հենց Հայաստանի գերագույն ազգային, պետական, քաղաքակրթական շահերին, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս հարցում Եվրոպայի հետ մերձեցմանը գերադասեց Ադրբեջանի հետ մերձեցումը, ու ևս մի բան, որը նա չասեց, բայց նա անում է դա, իսկ այդ դան, որը նա անում է, դա Ռուսաստանի, Պուտինի հետ հարաբերությունների շարունակությունն է, և ամբողջ զավեշտն այն է, որ այս ընթացքում, այս օրերին, Հայաստան առաջին անգամ այցելեց Զելենսկին, Ուկրաինայի նախագահ, և այստեղ կարևոր է ոչ այնքան հենց Զելենսկու անձը, ինչպես էլ վերաբերվենք նրան, այլ այն, որ ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, բաժանեց աշխարհը երկու մասերի, և Հայաստանը մինչև հիմա չի կողմնորոշվել այդ որ կողմից է Հայաստանը, ավելի ճիշտ Հայաստանը կողմնորոշվել է, Հայաստանի իշխանությունները և նրանց սազանդարները, և այդ կոլաբորացիոնիզմի ջատագովները ու միամիտ կամ չարամիտ հետևորդները ոչ մի կերպ չեն կարող կողմնորոշվել, որովհետև ինձ համար օրինակ, Հայաստանի Եվրոպական կուսակցության համար և բազմահազար, միլիոնավոր հայերի համար, այստեղ որևէ հարց իրականում չկա, մենք գիտենք ինչ դեր է խաղացել Ռուսաստանը մեր պատմության մեջ, Ուկրաինայի պատմության մեջ, ինչ դեր է խաղում Ռուսաստանը ու Պուտինը հիմա Եվրոպայի հետ հարաբերություններում, դա պատերազմ է, և Եվրոպան եկել է Հայաստանին ոչ միայն հրավիրելու, ինչպես հարսնացուին ուզելու համար, այո, դա հենց դա էր, դա հենց Եվրոպայի փորձն էր փրկել Հայաստանը, Հայաստանում, որ ոչ ոք էլ չասի, բա մենք ում ենք Եվրոպային պետք, ես հույս ունեմ, որ գոնե հիմա, նման հիմար հարց ես այլևս չեմ լսի, տարիներ շարունակ լսում էի, ու ասում էի, ոնց թե դուք չեք հասկանում, եվրոպացիները բացատրում են ձեզ, և ոչ միայն Ֆրանսիան, որը կապված է Հայաստանի հետ պատմական, մշակութային, քաղաքակրթական, թագավորական կապերով, ողջ Եվրոպան է կապված մեզ հետ այդ կապերով, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Լեհաստանը, նրանք եկել են այստեղ քաջալերելու, զզվում եմ ու չեմ ասի դուխ տալու, չեմ ընդունել ու չեմ ընդունում այդ
խայտառակ խոսքը, իրանք եկել են ձեռք մեկնելու, ձեռք խնդրելու, ինչ ստացան նրանք։ Ինչ ստացան նրանք Հայաստանում բացի հայերին յուրահատուկ հյուրասիրությունից, հայերին հատուկ տաղանդավոր շնորհքով պատմած, երգած, պարած մեր պատմության պատկերներից, դրվագներից, դա շատ հետաքրքիր է, բայց այս մարդիկ զբոսաշրջիկներ չեն, իրենք իրենց ազգերի առաջնորդներ են, և իրենք զգում են, որ Եվրոպայի անվտանգությունը լիարժեք չէ առանց մեր տարածաշրջանի, և իրենք գիտեն, որ մեր տարածաշրջանի գլխավոր երկիրը Հայաստանն է, դա միշտ եղել է այդպես, հազարավոր տարիներ շարունակ։ Դա այդպես էր 88 թվականից սկսած, երբ որ Սովետական Միության փլուզումը և նախկին սովետական երկրների ազատագրումը սկսվեց Արցախյան շարժումից, որը ՀՀ վարչապետ Փաշինյանը թեթև ձեռքով հայտարարում է փակված, շրջում է այդ էջը, կարծես թե նա էր այդ էջը գրել և բացել։ Եվրոպան բառի բուն իմաստով, Մեծոլայի և Կայա Կալասի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մակրոնի շուրթերով հայտարարեց, որ կարիք ունի Հայաստանի, հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի Եվրոպայի, և այդ հարսանիքը պետք է կայանար, բայց չկայացավ, որովհետև վարչապետ Փաշինյանը ուրիշ պատկերացում ունի այս ամենի մասին, և բնականաբար լավ դաստիարակված եվրոպացիները չեն ասել, «Էս ինչ եք անում»։ Մակրոնը չասեց, ոնց թե ես, Բրիջիտի ամուսին Էմանուելը գամ, հասնեմ Երևան ու ինձ ասեն «նյետ»։ Մուրադ Փարսադանի հերոսի պես։ Չէ, իհարկե Մակրոնը տենց բան չէր ասի ու չի ասել։ Նա ժպտաց, մի քանի երեխա համբուրեց, շոյեց գլուխները, գնաց Գյումրի, ավելին նա առաջարկեց ռազմավարական համագործակցություն, բայց չէ որ նա դա առաջարկել էր շատ վաղուց, և 2018 թվականին, և 2020 թվականին, երբ որ Ֆրանսիայի ազգային ժողովը պատերազմի օրերին առաջարկել էր ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը, մոռացել եք, հոկտեմբերի 20-ը, երբ որ Ֆրանսիան փորձում էր Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի նիստ կանչել կանգնացնելու համար պատերազմը և դեմն առավ Ռուսաստանի և Չինաստանի վետոին և Միացյալ Նահանգների լռությանը, Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների։ Եվ զենք էր առաջարկում, հիմա էլ առաջարկում, բայց չի տա զենք, գիտեք, չի տա, մինչև իրավունք չունի տալու, քանի որ Հայաստանը դուրս չի եկել հապկից, ԵԱՏՄ-ից, ու ինձ արդեն ասում են, դե սպանեցիք, լավ, թողեք աշխատեն տղեկը, դուրս կգան էլի, երբ։ Միթե դուք չեք հասկանում, որ եթե այս ամենը ընդունվեր 2018 թվականին ու 19 թվականին, երբ այդ ամենը առաջարկում էր Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ապա Արցախյան պատերազմ չէր լինի կամ համենայն դեպս այդպես չէր ավարտվի։ Միթե չեք հասկանում, որ եթե 21 ու 22 թվականին ընդունվեին նման որոշումներ, որը մենք հորդորում էինք ընդունել, ֆրանսիական զորք բերեք Հայաստան, հրավիրեք, խնդրեք, պահանջեք, ինչպես Ուկրաինան պահանջեց և ստացավ զենք, օգնություն, ինչու չեք պահանջել, Պուտինը չէր թողնում, Ալիևն էր զայրանում, և ինչ ստացաք փոխարեն,
Կորցրեցիք Արցախը։ Ինչու չի ասվում ամեն օր հեռուստատեսությամբ, հանրայինով, ռադիոյով, մամուլով, որ եթե 2022 թվականից հայ զինվորները չեն զոհվում արևելյան սահմանում, դա միայն ու միայն եվրոպական դիտորդների խաղապահ առաքելության շնորհիվ է, որտեղ Ադրբեջանը չի հանդգնում կրակել այն ուղղությամբ, որտեղ կանգնած են եվրոպացիները, ինչու՞։ Պարզ պատճառով։ Ադրբեջանը միայն Եվրոպային կարող է վաճառել իր ու Ռուսաստանի խառնած միասին նավթն ու գազը Թուրքիայի միջոցով։ Ոչ չի վաճառի Իրանին կամ Թուրքմենիային կամ Ղազախստանին կամ էլ Ռուսաստանին։ Նրանք այդ բարիքներից լիքն ունեն։ Ուրեմն Եվրոպան է պաշտպանել ու պաշտպանում Հայաստանը մինչև հիմա։ Եվ հիմա այս օրերին Եվրոպան եկավ ամբողջ կազմով մեր աղջկան ուզելու, մեր Հայաստանը ուզելու։ Եվ դուք, պարոն Փաշինյան, չտվեցիք Հայաստանը Եվրոպային, չտվեցիք մեզ, մեր երեխաներին, եվրոպական ապագա, և չեք տալու, որովհետև դուք պայմանավորվել եք բոլորովին ուրիշ բաների մասին, բոլորովին ուրիշ մարդկանց հետ, որովհետև Եվրոպան որքան էլ աջակցի ձեզ, իրականում աջակցում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ աջակցում է Հայաստանին, և մի պատճառով, ասեմ որ պատճառով, ասեմ, որովհետև բոլորը դա ասեցին, Պուտինից մինչև Մակրոն, Կայա Կալասից մինչև Անտոնիո Կոշտա, որովհետև Հայաստանը 25 թվականին օրենք է ընդունել։ Ձեր խոնարհ ծառան է նախաձեռնել այդ օրենքի ընդունումը։ Դրա տեքստը, դրան նվիրված ստորագրահավաքը, երկու լսումներ խորհրդարանում և այդ օրենքի վերջնական ընդունումը, եթե չլիներ այդ օրենքը, չէր լինի այս վեհաժողովը Երևանում, այ ապերախտ ու անշնորհակալ քննադատներս։ Ես մի քանի օրով մեկնել էի Երևանից, հատուկ այս օրերին։ Ինձ հարցնում են, ո՞նց թե, այդքան խոսում եք Եվրոպա, պետք է գնալ Եվրոպա, բա էլ ուր գնացիք, Եվրոպան եկավ, ես գնացի Եվրոպա, Գերմանիա, գործով, ու հատուկ այս օրերին, որ չխանգարեմ, որ չասեք, ահա, խանգարեցիր մեզ աշխատելու, խանգարեցիր դեմոկրատական օպոզիցիային միավորվելու, միավորվեք, ինչու չխոսեցիք, ինչու չխնդրեցիք, չպահանջեցիք այն, ինչ մենք պահանջում ենք, գիշեր ցերեկ, տարիներ շարունակ, որովհետև դուք կոլաբորացիոնիստ եք, տիկնայք և պարոնայք, որովհետև դուք անգամ երբ գալիս են ամբողջ Եվրոպայից Հայաստանը եվրոպական երկիր դարձնելու, հենց այդ պահին, այդ եզակի պահին, այդ մի քանի ժամերի և օրերի ու գիշերների ընթացքում դուք ընդունել եք այդ Ստոկհոլմյան սինդրոմից առաջացած զոհի, պատանդի, բարդույթից եկած կեղծ պատճառաբանությունը, բա չի կարելի, գիտեք, շտապել, բա Պուտինը, բա Ալիևը, բա գազը, բա անասնակերը, բա չգիտեմ գրեչկան, որ ուղարկում են, բա չի լինի, ոնց թե, այդ ինչու չի լինի, անասնակերին եք, կարոտ, գազը մենք Իրանից ստանում ենք, հա, գիտեք, մինչև հիմա էլ ստանում ենք, դուք գազի կամ 20-30 դրամով ավելի էժան բենզինի դիմաց եք ընդունում Ալիևի և Պուտինի վերջնագրերը, փաստորեն հա,
Երբ մենք ասում ենք, որ ֆրանսիական զորք պետք է բերել եւ պետք է խնդրել, ծիծաղում են, չէ՞։ Ես վերջերս հիշեցրեցի մի փոքրիկ տեսագրության մեջ, որ արմկոմեդիայի տղեկը ձեռ էին առնում, ինձ ասում են, հա, Էլի Խզմալյանը ֆրանսիական զենք է խնդրել, երևի տեղակայեն իր ամառանոցում։ Հիմա Մակրոնն է առաջարկում։ Բայց գիտեք պայմանը չէ դրա, գիտեք, հապկից դուրս։ Գիտեք պայմանը Եվրամիության անդամակցության, գիտեք, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս, այլ կերպ չի լինում, լյուստրացիա, օլիգարխների կտրուկ, չեմ ասում ոչնչացում, որ սխալ չհասկանաք, բայց բացակայություն, հաշվետվություն, արդարադատություն, իշխանությունների թևերի գործադիր, օրենսդիր և դատական բաժանում, կոպենհագենյան սկզբունքներ է կոչվում դա, գիտեք, ոչ մի բարդ բան չկա, ոչ մի բան հորինել պետք չէ, հեծանիվ գյուտել պետք չէ, այդ հեծանիվը վաղուց գյուտած է և չի էլ վաճառում, ես անվճար տալիս են այդ հեծանիվը, այդ գյուտը վաղուց հայտնի է, տասնյակ երկրներ անցել են, 25 տարի առաջ, մայիսի հենց 1-ին 2-ին, 10 երկիր միանգամից անդամակցեցին Եվրամիություն, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Բալթյան 3 հանրապետությունները, Հունգարիան, Հայաստանը նրանց մեջ չկար 25 տարի առաջ, բայց Հայաստանը 25 տարի անց էլ չկա նրանց մեջ, ինչու՞, ինչու եք դուք համաձայնվում դրան, ինչու եք դուք ինձ կծահարում ու քարկոծում, երբ որ ես չեմ համաձայնվում դրան, դա ինչն է ձեզ այդքան հիպնոզացնում, Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտը, թմբկահարելը, կարկանդակ և եգիպտացորեն ուտելը, մեր դեմքին հենց այս օրերին, այս ժամերին թքել է մեր դահիճը, Ալիևը հենց այս ժամերին պայթեցրել է ցեղասպանության կոթողը, ցեղասպանության հիշատակը նշող կոթողը Ստեփանակերտում, իսկ վեհաժողովից առաջ պայթեցրել է Ստեփանակերտի մայր տաճարը, դա ուղերձ է, դա ձեռառնոց էլ չէ, դա, չգիտեմ, ապտակ, չէ, ապտակ չէ, դա կրակոց է, ու մենք ինչ, էլի սրբվում ենք ու շարունակում ենք համագործակցել, ժողովրդավարությունը չի կարող համագործակցել բռնապետության հետ, և մենք ունենք հնարավորություն չհամագործակցել բռնապետների հետ, Պուտինի, Ալիևի ու Էրդողանի, եթե մենք ընդունենք այն առաջարկը, այդ սիրո խոստովանությունը, որ մենք ստացանք Եվրոպայից այս օրերին, բայց չեք ընդունում, բացատրություններ եք փնտրում, ինչի բացատրություններ, ձեր միամտության, վախկոտության, ես չեմ ընդունում այդ բացատրությունները, որովհետև դա իմ կյանքի, իմ երեխաների ու թոռների կյանքի հաշվին է, նաև ձեր, որովհետև պատերազմի ժամանակ մենք ենք գնում պատերազմի, որովհետև մեր երեխաները, իմ երեխաները ու իմ թոռները Հայաստանում են ապրել ու ապրում, և մենք ուզում ենք ապրել Հայաստանում, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջանում, իսկ երբ որ Եվրոպան գալիս է Հայաստան, ընդունելու համար Հայաստանին իր կազմի մեջ, բայց մենք գերադասում ենք խոստանալ 2 տարի անց մեկնել Բաքու, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք Արևմտյան Ադրբեջանի օրակարգը, մենք ընդունում ենք Պուտինի պայմանները,
ու մենք մերժում ենք մեր եվրոպական ապագան, նորից ենք հետաձգում, քանի տարով այս անգամ, 8 տարի կորցրեց Նիկոլ Փաշինյանը, 8 տարի կորցրեց Սերժ Սարգսյանը, 8 տարի կորցրեց Ռոբերտ Քոչարյանը, մինչև դա Լևոն Տեր-Պետրոսյանը, մեր կյանքն այդպես անցավ։ Երեխաները ծնվեցին և դպրոց գնացին Նիկոլ Փաշինյանի այդ 8 տարիների իշխանավորության ընթացքում։ Այդ ժողովուրդը այդ դպրոցը ոչ մի կերպ չի կարող ավարտել, անընդհատ երկրորդ դասարան է մնում, անընդհատ դասերը չի սովորում։ Վերջը մեզ այդ դպրոցից կհանեն, գիտեք, այդ գնացքը կգնա առանց մեզ։ Ես չլսեցի ոչ մի համոզիչ բացատրություն նրա ինչ կատարվեց։ Ինձ համար փուչիկները փսկեցին, լույսերը անջատեցին, գորգերը հավաքեցին։ Հայաստանը չի մտել Եվրամիություն։ Եվ այդ խոստումները նույնքան փուչ են 2026 թվականին, որքան փուչ էին նախկինում։ Մենք արեցինք ինչ կարող էինք, մենք օրենք ընդունել տվեցինք, նախաձեռնեցինք, ստեղծեցինք այդ օրենքը։ Օրենք, ժողովուրդ, դուք հասկանում եք ինչ բան է օրենքը։ Եվրոպան օրենք է, եւ Եվրոպան մեզ էլ է վերաբերվում լուրջ, որովհետեւ կարծում է, որ մենք էլ ենք հասկանում ինչ բան է օրենքը։ Ոչ, մենք օրենքներ ընդունում ենք ու չենք կատարում։ Փորձեք չկատարել օրենքը Եվրոպայում։ Չեք կարող, որովհետեւ Եվրոպան դա օրենք է։ Եվ երբ որ ձեր իրավունքները ոտնահարում են, դուք դիմում եք Եվրոպային օրենքի համար, արդարադատության համար։ Բայց ձեր ընդունած օրենքը ինչի չեք պաշտպանում։ Մեր ստեղծած օրենքը ինչի չեք պաշտպանում։ Ինչի եք մեզ մեղադրում։ Նրա համար, ինչի համար ձեզ պետք է մեղադրեք։ Որովհետև հիմա նորից գնալու եք ընտրությունների ընտրելու ոչ թե Փաշինյանի ու Կարապետյանի ու Քոչարյանի միջև, ոչ, ընտրելու եք Պուտինի, Ալիևի, Էրդողանի միջև։ Ահա ինչու մենք չենք մասնակցում այդ ընտրություններին։ Դա ծաղր է, չէ՞։ Ոմանք արդեն ծաղրում են ու ծաղրացուների շորերով են եկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Հիմա հասկանում եք ինչու մենք չենք մասնակցում դրան։ Ես փորձեցի բացատրել ինչու ես մի քանի օրով գնացի Հայաստանից։ Որ չխոսեմ, ինքներդ լսեք ինչ են ձեզ ասում և ինքներդ որոշում կատարեք։ Մենք ձեզ զգուշացնում ենք։ Հիմա էլ ենք զգուշացնում։ Ես կոչ չեմ անում ընտրություններին վերաբերվող, ոչ։ Ես պարզապես ասում եմ, որ մենք հերթական անգամ ճիշտ էինք։ Իսկ ով մեզ սխալ էր համարում և թուքը թափելով մեղադրում էր մեզ, թող հիմա խոսեն, լռում են։ Ես էլ կլռեմ, առայժմ, մինչև վաղը։ Կլսեմ ինչ եք ասում դուք, իսկ դուք մի լռեք, համ էլ բաժանորդագրվեք, եթե ուզում եք, որ մենք շարունակենք խոսել, և մեր երկրում չհաղթի լռությունը, որը բնորոշ է միայն գերեզմանատանը։ Բաժանորդագրվեք, քննարկեք, ուղարկեք ուրիշներին, հարցրեք ինձ, համաձայնվեք կամ անհամաձայնությունը հայտնեք։ Ես չեմ ասում, որ ես ճիշտ եմ, իսկ դուք սխալ եք։ Ես ուզում եմ, որ դուք ինքներդ որոշեք, ով է ճիշտ, ով է սխալ։ Իսկ ավազը շարունակում է ցորալ։ Մինչև վաղը։ Ցտեսություն։